Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Սուրբ Հոգի Աստված, քեզ ենք հանձնում այսօրվա ընթերցանությունը, այսօրվա դասը, ինձ խոսքը, թող որ ավետարանը իր ողջ զորությամբ, իր ողջ փառքով հպվի մեր սրտերին, արձակվի նրա զորությունը մեր մեջ։ Շնորհակալ ենք Սուրբ Հոգի Աստված։ Տեր, շնորհակալ ենք քո հավատարմության համար, որ դու նվիրված ես, լվանալու ես քո խոսքի միջոցով, քո խոսքի ջրով, սրբագործելու ես, Տեր։ Շնորհակալ ենք քո խոսքի զորության համար, թող ամբողջ զորությունը արձակվի ամեն լսողի կյանքում եւ լսողներն էլ մյուսներին հաղորդեն, իրենց շրջապատի մարդկանց։ Սուրբ Հոգի, աղոթում եմ, որ դու բացես մեր սրտերը ու մեր մտքերը։ Տուր մեզ ընդունող, խոնար վերաբերմունք քո հանդեպ, քո խոսքի հանդեպ։ Տուր մեզ իմաստություն եւ խորաթափանցություն եւ զանազանող միտք։ Տեր, թող մեր միտքը նորոգվի քո խոսքով։ Ամեն կեղծիկ ու սուտ աշխարհիկ մտածելակերպ, նախնիներից եկած մտածելակերպ, ամեն կրոնավոր մտածելակերպ թող քանդվի, թող խափանվի եւ հաստատվի քո ճշմարտությունը։ Թող քո խոսքերի միջոցով մենք ճանաչենք իրական ավետարանը եւ իրական Աստծուն, այնպես ինչպես դու ես ցանկանում մեզ բացահայտել քեզ։ Տուր մեզ սովորող սիրտ, որպես քեզ հետևորդներ, մարդիկ, որ իրենց վրա քո անունն են գրում։ Օգնիր մեզ ներգրավվել քո խոսքի մեջ, շփվել քո հետ քո խոսքի միջոցով։ Օգնիր մեզ այս առավոտ միացած լինել, միաբանվել քո խոսքի հետ, թող մեր մեջ եղած ամեն հակառակություն քանդվի, Տեր։ Տեր, շնորհակալություն, որ քո խոսքը կարող է մեզ կառուցել, մեզ ժառանգություն տալ սրբերի մեջ։ Տեր, շնորհակալ ենք, որ քո խոսքը հավատացողների համար փրկության զորությունն է։ Տեր, շնորհակալություն ենք հայտնում Սուրբ գրքի ճշմարտության համար, նրա հավերժական լինելու համար։ Քեզ ենք տալիս փառք եւ պատիվ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Հիմա վերադառնում ենք Հռոմեացիների նամակի ընթերցանության ու մեկնաբանության շարունակությանը ըստ իմ հովիվ Էբո Էսելի։ Նախկին դասերը լսեք։ Մենք խոսում ենք այն մասին, որ Աստված սահմանափակումներ ու զսպիչներ ունի իր արարչության մեջ, ու երբ քրիստոնեությունը հաստատվում է որևէ երկրում, որևէ ազգի մեջ, այն բերում է նաև որոշակի սահմանափակումներ։ Այս սահմանափակումները բարի բաներ են, սրանք կարևոր բաներ են։ Աստված սահմաններ է դրել աշխարհի մեջ, իր արարչության մեջ։ Օրինակ, խիղճը Աստված դրել է մեր մեջ որպես ներքին սահման, որ գործում է հենց մարդու մեջ։ Ընտանիքը որպես դաստիարակության վայր, եկեղեցին, որ բացահայտում է, որի նպատակը մարդու մեղքը բացահայտելն է, պետական իշխանությունը, պետական օրգանները, որպես կարգապահության գործիք, եւ այս ամենի մասին խոսվում է Աստվածաշնչում, բայց այսօր այս բոլոր սահմանները թուլացել են բոլոր ազգերի մեջ, բոլոր երկրներում, որտեղ մարդիկ չեն ուզում սահմաններ ու սահմանափակումներ, ազատություն են ուզում, բայց նրանք չեն հասկանում, մենք չենք հասկանում, որ կյանքը առանց աստվածային սահմանների դա քաոս է, ամեն բան աղավաղվում է, ամեն բան անարգվում է։ Մենք կարող ենք մեզ թույլ տալ իրար հայհոյել, որովհետև սահմանները կորցրել ենք։ Մենք հայերս ասում ենք սահմանդ անցար, եւ դա Աստծո կողմից դրված սահմաններ են, որ մենք ամեն օր անարգում ենք եւ դրա համար հայտնվում ենք այս քաոսային վիճակում։ Նույնիսկ եկեղեցիները երբեմն կորցնում են այդ սահմանները։ Կա Աստծո կողմից սահմանված զսպում։ Աստված այս ժամանակավոր ստեղծագործության մեջ, այս ժամանակավոր աշխարհում դրել է որոշակի զսպիչ գործոններ, զսպումներ։ Առաջինը, ինչպես ասեցինք, մարդկային խիղճն է։ Իսկ մարդու խղճի ոլորտը հիմնականում ձևավորվում է ընտանիքի մեջ։ Այսինքն, ընտանիքը Աստծո կողմից դրված սահման է,
Մենք կոչված ենք այդ ընտանիքի մեջ ծնված երեխաներին դաստիարակել Տիրոջի երկյուղով, որ մեր երեխաները Տիրոջի երկյուղ ունենան։ Մենք չենք թողնում, որ երեխաները անեն այն, ինչ ուզում են, կամ չպետք է թողնենք։ Ինչու՞, որովհետև Աստված այդպես է սահմանել, այսինքն կա այդ զսպումը։ Եկեղեցին նույնպես զսպող դեր ունի։ Այդ պատճառով է, որ եկեղեցին բացահայտում է մեղքը եւ անվանում է մեղքը իր անունով։ Մենք կոչված չենք հանդուրժելու մեղքը։ Մենք կոչված ենք սիրելու մեղավորին, բայց ոչ թե հանդուրժելու մեղքը։ Մենք չենք դատապարտում մարդկանց, բայց չենք հանդուրժում մեղքը։ Սա եւս զսպում է, բայց այսօր շատ ու շատ եկեղեցականներ աշխարհի որ մասում էլ լինի, հենց իրենք են սարսափելի մեղքերի մեջ ու փոխանակ մեղքը մեղք անվանեն ու ապաշխարեն, իրենք իրենց արդարացնելով են սպաղված։ Ինքնաարդարացում ամենամեծ մեղքերից մեկն է։ Ուրիշների մեղքը լավ տեսնում են, աչքերն են մտցնում, բայց իրենց մեղքի հանդեպ կույր են։ Իրենք իրենց արդարացնում են։ Պետական իշխանությունն էլ Աստծո կողմից տրված զսպման գործիք է, դա մենք կկարդանք Հռոմեացիների 5-րդ գլխում, բայց այսօր նորից աշխարհի բոլոր երկրներում մենք տեսնում ենք, որ այս բոլոր զսպումները թուլանում են, դրանք ապականվում են, նույնիսկ հաստատված եկեղեցիներում այդ զսպումը վերանում է, երբ մարդիկ համոզում են, որ նույնասեռ ամուսնությունը ընդունելի է, դա ապականության նշան է։ Սա նաև Աստծո դատաստանի դրսևորումն է։ Դատաստան, որ տեղի է ունենում մեր այս կյանքում։ Այստեղ ասվում է Հռոմեացիների նամակի 19-ից կարդանք, որովհետև ինչ որ կարելի է իմանալ Աստծո մասին, նրանց հայտնի է, քանի որ Աստված նրանց հայտնեց։ Աշխարհի ստեղծումից ի վեր նրա աներևույթ առանձնահատկությունը, նրա մշտնջենական զորությունն ու աստվածությունը տեսանելի են ստեղծվածների միջոցով։ Արդ նրանք որևէ արդարացում չունեն, քանի որ Աստծուն ճանաչելով նրան որպես Աստծու չփառավորեցին կամ գոհություն չհայտնեցին, այլ իրենց մտածումներում ունայնացան եւ նրանց անմիտ սրտերը խավարեցին, ասելով թե իմաստուն են, հիմարացան եւ անեղծ Աստծո փառքը փոխեցին եղծելի մարդու, թրջունների, չորքոտանիների ու սողունների պատկերի նմանության հետ։ Այդ պատճառով Աստված էլ նրանց իրենց սրտերի ցանկության պղծության մատնեց, որպեսզի իրենց մարմինները իրենց մեջ անարգեն։ Այստեղ ասվում է դրա համար Աստված նրանց մատնեց իրենց սրտերի ցանկություններին։ Գիտեք, մենք մեղք չենք գործում ոչ թե այն պատճառով, որ մենք ուժեղ ենք, որ մենք լավն ենք, այլ որտև Աստված է մեզ ետ պահում։ Ահա թե ինչու Գաղատացիների գրքում ասվում է, երբ քո եղբայրը ընկնում է մեղքի մեջ, պետք է զգուշությամբ եւ կարեկցանքով մոտենաս նրան, որտեւ դու պիտի հիշես, որ դու ինքդ մեղք չես գործում ոչ թե որովհետև հաղթել ես, որովհետև դու սուրբ ես, այլ որովհետև Սուրբ Հոգին է գործում քո մեջ եւ օգնում, որ դու մեղք չգործես։ Դրա համար կարեկցանքով ու զգուշությամբ մոտեցի մեկին, որ ընկել է մեղքի մեջ։ Իրականում Աստված է, որ զսպում է եւ հետ է պահում մեզ մեղքից։ Իրականում Աստված է գործում մեր սրտերում, որպեսզի մենք այն մեղքերը, որ նախկինում գործում ենք, հիմա դրանք չսիրենք, չուզենանք։ Դա Աստված է մեզ փոխում։ Բայց այստեղ խոսելով հեթանոսներից մասին, Պողոսն ասում է, քանի որ մարդիկ մերժեցին ճշմարտությունը, Աստված հանեց կարծես այդ զսպումը, նրանց թողեց իրենց ցանկություններին, մատնեց նրանց իրենց ցանկություններին, թույլ տվեց, որ խրվեն մեղքի մեջ։ Եվ տեսեք, թե ինչ է կատարվում հասարակության մեջ, նորից, սա միայն մի ազգի կամ մի երկրի չի վերաբերում։ Նրանք տրվեցին անմաքրությանը եւ իրենց մարմինների անարգմանը, որտեղ փոխեցին Աստծո ճշմարտությունը ստով եւ ծառայեցին ստեղծվածին արարչի փոխարեն։ Եվ հետո ասվում է.
Դրա համար Աստված նրանց մատնեց ամոթալի կրքերին։ Կանայք փոխեցին բնական հարաբերությունները անբնականի հետ։ Սա շատ պարզ է, ինչի մասին է խոսվում։ Աստված նրանց մատնեց իրենց ցանկություններին։ Սա դատաստան է, երբ Աստված մեզ մատնում է մեր ցանկություններին, ճշմարտությունը ճնշող մեր ցանկությանը։ Տղամարդիկ նույնպես թողեցին բնական հարաբերությունները և այրվեցին միմյանց հանդեպ ցանկությամբ։ Նրանք արեցին ամոթալի բաներ և իրենց մեջ կրեցին իրենց մեղքի սխալի հետևանքները։ Սա կոչվում է մեղք, սխալ։ Հիմա մտածենք, ինչպես որպես հասարակություն, որպես մարդիկ, մենք հասանք այն կետին, որտեղ այս ամենը, այս ամեն խայտառակությունը, այս ամեն անաստվածային ապրելակերպը համարվում է ընդունելի։ Դա տեղի է ունենում, երբ մարդու միտքը դառնում է ունայն, որովհետև մարդը չի ճանաչում Աստծուն։ Գիտի Աստծո մասին, բայց Աստծուն Աստծու տեղ չի ընդունում, կորցրել է ամեն կարգի զսպում, սահման Աստծո երկյուղ։ Մարդու սիրտը, ինչպես ասվում է Աստվածաշնչում, խիստ չար է և խաբուսիկ։ Բայց մեր սրտի չարությունը ամբողջությամբ չի արտահայտվում, որտեղ Աստված զսպում է մարդուն։ Եթե Աստված այդ բոլոր զսպիչ գործոնները հեռացնի, մենք կլինենք ավելի սարսափելին, քան կանք։ Մենք չենք էլ պատկերացնում, թե որքան սարսափելին կլինենք։ Երբ մարդը վերածնվում է հոգով, այդ զսպումը ավելի է ուժեղանում Սուրբ Հոգու ներկայության շնորհիվ, որտեղ Սուրբ Հոգին գալիս բնակվում է մեր մեջ և սկսում է ներսից մեզ փոխակերպել։ Բայց մեր հասարակության մեջ, և ես նկատի չունեմ միայն Մեծ Բրիտանիան կամ Հայաստանը, ամեն երկրում, ողջ աշխարհով, այդ զսպումները մեծապես կորել են։ Եվ դրա պատճառներից մեկն այն է, որ այդ ազդեցությունը հասել է նաև եկեղեցուն։ Եկեղեցին իր դերում չի գտնվում։ Այստեղ օգտագործվում են բառեր ինչպես ամոթալի, անպատիվ, սխալ, անարգ, անվայել, խայտառակություն։ Եվ երբ մարդիկ ասում են Հիսուսը չի խոսել այս մասին, Հիսուսը չի խոսել, չգիտեմ, հոմոսեքսուալության մասին եւ այլն, դա գալիս է այն բանից, որ նրանց միտքը դարձել է ունայն։ Նրանք կարծում են, թե իմաստուն են, բայց իրականում հիմարացել են, որովհետեւ այդ կեղծ իմաստունները ասում են, սա Հիսուսը չի խոսում, այլ Պողոսը, բայց չէ որ Պողոսը ի սկզբանե ասում է, ես ուղարկվել եմ Քրիստոսի կողմից փոխանցելու ձեզ, ես կարգվել եմ Քրիստոսի կողմից լուր բերող։ Մենք ունայնացել ենք, որովհետև մենք ուզում ենք ինքներս մեզ արդարացնել։ Մի մասս էլ ուզում ենք ասել, այո, իրանք են վատը, բայց մենք այդպիսի բաներ չենք անում, ուրեմն մենք լավ ենք։ Իսկ հետո կտեսնենք, որ Պողոսը ասում է ոչ, բոլորդ եք մեղավոր։ Դու կարող է այսինչ մեղքը չես գործում, բայց դա չի նշանակում, որ դու մեղավոր չես, չի նշանակում, որ քո արած մեղքը ներելի է, քան մյուսինը։ Մենք բոլորս ենք ամոթալի, անպատիվ, անարգ, անվայել ու խայտառակ կյանքերով ապրում։ Բոլորս ենք դարձել ունայն, սա բոլորին է վերաբերում։ Բոլորս ենք կարծում իմաստուն ենք, բայց հիմարացել ենք։ Պողոսը մեզ օգնում է հասկանալ, թե ինչու է Աստծո զայրույթը ամեն մարդու վրա։ Նա ցույց է տալիս, որ այդ զայրույթը, այդ դատաստանը արդեն գործում է։ Երբ ասվում է, որ Աստված մեզ տալիս է, մեզ մատնում է, դա նշանակում է, որ ազգերը, աշխարհը, մեր հասարակությունը, յուրաքանչյուրս գտնվում ենք Աստծո դատաստանի ներքո։ Բացի նրանցից, ովքեր խոնարհաբար ընդունում են Հիսուս Քրիստոսին, նրա արյունով լվացվում, մաքրվում և նրա արդարությամբ արդարացվում։ Առանց Քրիստոսի ամեն ինչ ավելի վատ է դառնում։ Ինչու՞, որտեղ մենք բոլորս Աստծո դատաստանի ներքո ենք, որտեղ մեղավոր փտած մարդը ավելի շատ փտածածություն է բերում, ավելի շատ փչացածություն է բերում։ Հիշենք, թե ինչ է անում Պողոսը։ Նա մեզ ցույց է տալիս վատ նորությունը, նախապատրաստելով մեզ լավ բարի լուրի համար։
Պողոսը այստեղ չի ասում, տեսեք այս ամենը ու մի արեք դրանք։ Իհարկե, մենք չպետք է անենք դրանք, բայց դա պիտի լինի Սուրբ Հոգով։ Ոչ, Պողոսը ասում է Աստծո զայրույթը յուրաքանչյուր մարդու վրա է, որտեվ սա է ամեն մարդու էությունը, սա է մեր սիրտը։ Երեմիա մարգարեության մեջ Աստվածաշունչն ասում է, որ մարդկային սիրտը խաբուսիկ է։ Դա նշանակում է, որ դու որպես անհատ ինքդ քեզ չես կարող ճիշտ գնահատել։ Ես ինքս ինձ ճիշտ չեմ կարող գնահատել։ Եվ դու եւ ես եւ ամեն մարդ կարիք ունենք, որ ինչ որ մեկը դրսից, կողքից զննի մեր սիրտը ու տա ճշգրիտ գնահատականը։ Եվ կատարյալ կերպով, ճշմարիտ կերպով խորությամբ դա անողը Աստված է, որտեղ միայն Աստված ունի այդ ունակությունը մեր սրտերը քննելու։ Եվ դրա համար Սաղմոսերգուն ասում է Աստծուն. զննիր, քննիր իմ սիրտը։ Մենք ասում ենք, զննի, քննի իմ սիրտը։ Տես ինչ կեղտեր կան իմ մեջ, ինչեր կան, որ հարիր չի քեզ։ Աստված մեզ ցույց է տալիս մեր սրտերի, մեր հոգու իրական ու ճշմարիտ վիճակը։ Դա միայն այն չէ, որ Աստված ասում է դու ստել ես, դու այսինչ մեղքն ես գործել, միայն դա չի, ոչ, նա մեզ ցույց է տալիս այն, ինչ աստվածաբանորեն կոչվում է մարդկության անարգված, փտած, նեխած, փչացած վիճակը, անգլերեն depravity, այս մի բառը հայերեն 4 բառ եմ օգտագործում, որ կարողանամ խորությունը արտահայտել։ Մեր սրտերը այնքան կոռումպացված են, այնքան քայքայված են, այնքան նեխած են։ Եվ մենք տեսնում ենք դրա պտուղները։ Թե մեր ընտանիքներում, թե մեր կյանքերում, թե հասարակության մեջ, հասարակությունը անհատներից է կազմված։ Եվ ամեն մեկս մեր դերն ունենք այդ հասարակության մեջ։ Հիշենք, Պողոսը մեզ նախապատրաստում է ավետարանի բարի լուրի, փրկարար լուրի համար։ Ով հասկանում է սա, տեսնում է, թե որքան կոռումպացված է, քայքայված է ինքը, ոչ թե դիմացինը, այլ ինքը, եւ որ իր համար չկա որևէ հույս, որտեվ Աստծո դատաստանի ներքո է։ Եվ հետո, երբ այդ մարդը լսում է, որ Հիսուս Քրիստոսը մահացավ իր մեղքերի համար, այդ մարդու սիրտը բնականաբար ուղղվում է դեպի Աստված, կանչելու Հիսուս Քրիստոսի փրկարար անունը, ընկնելու նրա ոտքերի տակ եւ խնդրելու ողորմություն, ներում եւ փոխակերպում։ Սա է Պողոսը անում։ Նա մեզ օգնում է գնահատել ավետարանի զորությունը, որտեղ ավետարանը եկավ, այսինքն Հիսուս Քրիստոսը, մեզ փրկելու, մեզ ազատելու մեղքից եւ մեղքի հետևանքներից։ Իսկ մեղքի հետևանքը դա Աստծո դատաստանն ու ցասումն է։ Սա շատ կարևոր է։ Ոչ միայն եկավ ազատելու մեր մեղքերից, այլ նաեւ մեղքի հետևանքներից։ Ու միայն նրանք, ով հասկանում են, որ իրապես մեղավոր են, ոչ թե նայում են բոլորը մեղավոր են ինձնից բացի կամ ես մի քիչ եմ մեղավոր, ոչ։ Մարդը, ով հասկանում է, որ ինքը դատապարտյալ է Աստծո առաջ, միայն այդ մարդը իրապես կկանչի Հիսուսի անունը, խնդրելով ներում եւ փրկություն, եւ պատրաստ լինելու փոխվելու Աստծո զորությամբ։ Այսքանը այսօր, Աստված օրհնի եւ պահպանի։ Ավարտենք աղոթքով։ Մաքրիր մեզ Տեր Աստված, Հայր երկնային, Աբա, դու ամենակարող Աստվածն ես, դու Էլ Շադայն ես, դու Եսեմ Աստվածն ես, որ էիր, որ ես ու որ գալու ես, դու անփոփոխն ես, դու անհեղցն ես։ Տեր Աստված, մաքրիր մեզ, որպես մարդիկ, որ քո անունն են կրում, որպես քո ժողովուրդ։ Թող քո մաքրազերծող կրակը թափվի երկնքից եւ մաքրագործի մեզ, քննի մեր սրտերը, զննի մեր սրտերը եւ այնտեղ եղած ամեն չարիք արմատախիլ արա, ամեն դառնություն քո սուրբ արյունով լվա, որ դառնության արմատը մեր մեջ չմնա։ Մաքրազերծի մեզ, Տեր։ Դու գիտես ամեն մեկի սրտերը, մեր ցանկությունները, մեր փափագները, մեր տենչանքները, մեր մտքերը, մեր խոսքերը, ասած, չասած։ Դու Հիսուս մահացար ինձ եւ յուրաքանչյուրին սուրբ դարձնելու համար, մահացար
որպեսզի մեր մեղքերից մեզ ազատես եւ մեղքերի հետևանքներից, որ Աստծո ցասումն է, որպեսզի մենք փոխվենք եւ շնորհից շնոր քո նմանը դառնանք, որովհետեւ դու ես կատարյալը, որովհետեւ դու ես Սուրբը։ Սրբագործի մեզ քո խոսքով, մաքրազերծի մեզ քո սուրբ կրակով։ Սուրբ Հոգի Աստված, կրակը արձակի մեր մեջ, Տեր։ Մեզ մաքուր ու սուրբ ժողովուրդ դարձրու, ով Աստված։ Օգնիր մեզ սուրբ լինել մեր մտքերով, մեր խոսքերով, մեր վերաբերմունքով, մեր արձագանքներով։ Թող քո ցանկությունները մեր ցանկությունները լինեն, Տեր։ Օգնի մեզ, որ մեր ցանկությունները քեզ հանձնենք, Տեր։ Քո կամքը լինի մեր կամքը։ Մենք քո մաքրազերծման կարիքն ունենք ամեն օր։ Քո զտող կրակը արձակիր, Տեր, ու զտիր մեզ, որպեսզի ոսկու պես զտված լինենք, ոսկու պես փափուկ լինենք քո ձեռքերի մեջ, որ դու մեզ դարձնես այն, ինչ ուզում ես, որ Հիսուս Քրիստոսի նմանը դառնանք, Տեր։ Վառի մեր էգոն, Տեր ջան, սրբագործի մեզ, սրբագործի քո եկեղեցին, մեր կյանքերը, սրբագործի մեր ամուսնությունները, մեր երեխաներին, մեր հարաբերությունները, ամեն մարդու հետ, մեր ընտանիքները, սրբագործի մեր երեխաներին, մեր թոռներին, ծոռներին, մեր սերունդները, սրբագործի մեր միտքը, մեր սիրտը, արի Տեր, Հիսուսի անունով աղոթեցի, ամեն, այսքանը։